Այնքան ես զարգացել, որ գալիս հասնում ես օֆիս, ինձ մոտ էլ չես մտնում, հա? Մարդ ես ուղարկում, թե կանչեք թող բարձրանա վերև, այդ պատվի դեմ, հա? Բայց ես ժողովրդական հասարակ տղա եմ, կանչել ես, բարձրացել եմ, դե իմ ասա։ Յու? Ցավը տանեմ էդ կարող է, որ ես երազ-մերազ ես տեսել, սենց դեմքիդ նայում եմ ու հասկանում եմ, որ հաստատ լավ բանի համար չենք իրար դիմաց նստած։ Այս նաև ինձ է պատկանում։ Ինչ է, էդ? Այս ամեն ինչը բոլորը նաև ես։ Հա, ճիշտ ես, քեզ, ինձ, ու մեկ էլ տակ երկրներ չված Ֆիլիպին, ինչի ես ասում, որ? Լսի, մենք համասեփականատերեր են, չէ՞ այս ամեն ինչին։ Ես ուզում եմ, որ քո սանիկների ոդկը ստեղ չլինի ընդհանրապես։ Ներողություն? Ինչ կա չհասկանալու, ասում եմ, քո սանիկների ոդկը ստեղ չպետք է լինի ընդհանրապես, հատկապես այդ տանոյնը։ Քո այս հայտարարությամբ դու հաստատում ես իմ կասկածներն այն մասին, որ դու գիտես ով է տանոն։ Չհասկացա չես լսում։ Հա, չէ, լսելը լսում եմ, բայց ախպեր ջան, չեմ կարող ընդառաջել քո ցանկություններին։ Դու ես ինձ ցանկություն չէ, սա պահանջ է եւ հրաման։ Դու ինձ չես կարող հրամաններ տալ, Յուր ջան, ես քո ենթականերից չեմ, խառնում ես։ Դու չես հասկանում, որ ես քեզ ասում եմ, սանիկներիդ ոդկը ստեղ չպետք է տեսնեմ։ Հա, ես էլ քեզ ասում եմ, որ քո ցանկությունը ինձ համար օրենք չի։ Ու իմ սանիկները մնալու են այստեղ, աշխատելու են, դա ուզես դու, թե չէ։ Եվ հետո ես իմ սանիկներին իմ տիրույթում եմ նշանակել տնորեն, քեզ ինչ, դու ինչի ես անհանգստանում։ Ես իմ տիրույթում ում ուզենամ, տնորեն կնշանակեմ։ Բայց ես այն դեպքն է, որ դու քո տիրույթում աշխատում ես, սխալներ ես գործում, անցնում ես իմ տիրույթը, ես էլ ուզած-չուզած պետք է խառնվեմ։ Այդ փոխանակ սուս մնաս, բերանը փակես, ասես տղես տվեց խեղճ երեխուն անդազահան արեց, բայց այն երեխեն չբողոքեց, տղես բերդ չնստեց, հələ մի բան էլ եկել ես, ուզում ես այդ երեխուն հանել աշխատանքից ու ռադ անել այստեղից։ Եթե պետք է մեկը սուս մնա ստեղ, այդ դու ես։ Դու շատ լավ գիտես ինչի համար։ Թե չէ քեզ էլ, քո սանիկին էլ, երկուսիդ էլ շարլատանության համար կկոխեմ բերդ։ Յուր ջան, ոբշմ ես կռվելու տրամադրություն չունեմ, ախպերս կներես, որ չընդառաջեցի։ Դու քո սանիկի մահն ես ուզում։ Իո, այդ ոստիկանները համել մարդ են սպանում։ Լսի, ամեն անգամ քո սանիկի բախտը չի կարող բերել, որ ողջ մնա։ Դու էլ լավ հիշի, որ ամեն անգամ տղուտ բախտն էլ չի կարող բերի։ Դեպքիր, դու գիտես ինչ ես անում, իմ երկու տղեկին իրար դեմ ես անել։ Վախենում ես երկու տղերքիդ համար։ Վերջին անգամ եմ ասում քեզ, սանիկներիդ հան ստեղից կարպիչ։ Հանեմ ցավդ տանեմ, հանեմ, ես քո խաթրն ենքան ունեմ, որ չեմ կարող քեզ չընդառաջել, բայց ես էլ ցանկություն ունեմ ու դու էլ իմ ցանկությանը պիտի ընդառաջ գնաս։ Թորիս տալիս ես ինձ, Մաքսիս տղուն, ու տղուտ էլ հեռու ես պահում աղջկանիցս, ես դրա դիմաց սանիկներիս հանում եմ էստեղից։ Այդ դժվար, դու ընդհանրապես այդ թորանս մտքիցը թանի, Իսպարտակս աղջկանից հետ ընդհանրապես չի հեռանա, դու լավ էլ կանի։
Ես իմն ասեցի, մնացածը դու գիտես։ Իժես։ Իջացրու։ Խի։ Ստե լավ չի դեռ։ Ինչ լավ կլիներ, եթե մեր ամբողջ կյանքն այդպես հեքիաթային անցներ։ Ալո, Լալուս կյանքս։ բարև սպա։ Բարև սպոն որն անես ցույց ես տալի, որ էլ նեղացած ես։ Ավելի պաշտոնական դիմեիր, ասենք Սպարտակ Յուրևիչ բան այդպես։ Սպո, Աջան։ Ինչ կա կյանքս բժշկի մոտ երբ ենք գնում, թե պլանների մոտ փոփոխություն ա եղել։ չէ սպա։ Դե ապրես կյանքս, երբ գամ հետևիցդ։ Եղավ ցավոտ տանը, դե պատրաստ կլինես կգամ։ Սա կլինի մեր վերջին հանդիպումը։ Բաբի դու ես մեղավոր։ Չպետք է Դավոյին տանեիր Գայանի տուն։ Ձեր աչքի առաջ ամեն օր չի խեղդում, տարին զարմանենց տուն, հա տարին զարմանենց տուն։ Էй դու էլ Գայանին ասա թող Արմանին բերի ստեղ։ Ինչ պարտադիր է բռնես Դավոյին տանես։ Հա, հաստատ։ Տանում թողում ես ժամերով է տերեխուն ընդեղ, հանդիպում է տալկաշին, էլ իրանա ցույց տալիս։ Վերջ, Դավոյին էլ Գայանի տուն տանել չկա։ Դրան փող էլ չենք տվել։ Ու չենք էլ տալու։ Հերիք ամեն մի անասունից վախենակ։ Հա, չենք տալու։ Թեկուզ մեզ գտնի էլ չենք տալու։ Տանոջ ջան, բա ինչ անենք, թողնենք դատարանով երեխուն վերցնի մեզնից, հա։ Բաբի այդ ալկաշին ոչ մեկ երեխա չի տա։ Բաբի դու ուրիշ ոչ մի բանի մասին մի մտածի։ Դու Դավոյով զբաղվի։ Տեսնեմ ինչ եմ անում։ Ամեն անգամ դրան տեսնելուց հետո այնքան հարց է տալիս։ Ախպեր, բայց կարող է այդ ալկաշին լուրջ չվերաբերվենք ու վերջում մի փորձան գա գլխներից։ Ֆրիկ ջան, նախ պետք է մեզ գտնի։ Գտնի էլ աչքերը հանելու ենք։ Արդեն հերիք եղավ բոլ եղավ։ Տանո, որ քավորին տենաս հանկարծ ոչ մի խոսք, որ ես բալայան չեմ։ Եղավ։ Նույնը քեզ էլ ավերաբերում։ Ոսպերի մարցող հանգիստ եղեք, ես ձեր նման տնօրեն չեմ, ես երբեմ կավորին տենով, որ մի բան էլ ասեմ։ Դե ես իմ չգիտեմ, ամեն դեպքում, որ միամիտ տենակ էլ հանկարծ ոչ մի բառ ու ոչ մի մեղադրանք։ Հասկացա։ Այսօր վեր կենալու մտադրություն չունես, հա։ Բաբի, Արմանից հարևանը ինչ է ուզում ինձանից։ Բալես, գիտես, այդ մարդը դիժա։ Գլխի հետ խնդիրներ ունի։ Ու իր ասածներին դու ուղղակի լուրջ մի վերաբերվի։ Ինչի է մեր տանը ինքը ապրում։ Արևս, գիտես, այդ տունը երբեք էլ մամայդ չի պատկանել։ Դուք այդտեղ վարձով եք ապրել, այդ տան տերը ինքն է։ Ինքը ինձ գրկել էր, բաբի, ու բաց չէր թողնում, ես իրան չեմ սիրում։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ սրանից հետո դու էլ իրան չես տեսնի։ Սրանից հետո Արմանը կգա մեր տուն, հա։ Ուշս։ Յուրա։
Երեխեն ուր է։ Քնած է ինչի։ Բա Սպարտակն ուր է։ Սպարտակը Էմիլի հետ պետքա հիվանդանոց գնային։ Հա ինչի ես զարմանում։ Տղատ ամեն ինչ անում է, որ Էմիլին վերադարձնի տուն։ Ընդհանրապես տղ ես հասկանում, ինչ ա ուզում ես կյանքից։ Դե ասում եմ, որ այս անգամ երջանիկ են լինելու, որ այս անգամ ոչ մի բան նրանց չի բաժանում։ Այն նախորդ անգամը նման։ Ջեպկիր աղջիկը մի օր կարթանա ու կորոշի, որ նորից մեր տղին պետքա մենակ թողի։ Յուրա, դու դեմ ես, որ նրանք միանան։ Վաղուց, ես ոչ դեմ եմ, ոչ կողմ եմ, որոշել եմ միշտ ձեռնպա մնալ։ Իսկ ես շատ եմ ուզում, որ միանան, բայց անկեղծ ասած շատ եմ վախենում։ Չգիտեմ, ինձ թվում է, որ այս անգամ էլ ոչ մի բան չի ստացվի, որ էլ ինչ-որ մի բան իրանց կխանգարի։ Թորանս ես ուզում։ Թորանս ես ուզում հասանիքների դիմաց։ Յուր ինչ է եղել։ Չէ, հաստատ ինչ-որ բան է եղել։ Ինչից ես այդպես մտահոգ։ Մտահոգվելու ենքան պատճառներ կան։ Ես չգիտեմ, որ մեկն առանձնացնեմ։ Բարև տղես։ Այ շարժվում է հորս արել։ Ջոգել ես որ պապաս տեյա ծավը տանեմ։ Ես ջոգել է, չէ, բժշկուի։ Կյանքս նայ, աղիղաշ չեղած է երևում է, հորս արեմ, նայ, իչուրի անեկցել ես էկրանի, արա նայ, մատերն է կարած հաշվես, նայ։ Ես ինձ չեմ ների քեզ ես ուրախությունից զրկելու համար, բայց այլ տարբերակ չունեմ սպո։ Այժմ իսկապես պետք է մատիկները հաշվել։ Արա դաժե կարամ ասեմ ուման նման։ Սիրուն պապայի։ Այս պահը ես ինձ հետ կտանեմ, որ երեխուն ունենալու վարկյանին զգամ քո ներկայությունը։ Այ Յուրա, դու ինձ կտանես հիվանդանոց պապայի մոտ, թե Սպարտակին սպասեմ տանի։ Բա երեխունու մոտ ես թողելու։ Բայց չգալ էլ չեմ կարող։ Դե մենք գնում ենք բավական էլի։ Այո։ Բարև ձեզ, բժիշկն ասաց, ձեր անալիզի արդյունքներն արդեն պատրաստ են։ Այո։ Դրանք ուղարկվել են ձեր էլեկտրոնային հասցեին։ Շնորհակալ եմ, շատ լավ, ապրեք։ Չա այդ մնաց։ Բան չկա։ Այս տանում բոլորը իրանց գաղտնիքներ ու խնդիրներն ունեն։ Ընդամենը մի հայացքով լիքը բան փոխվելու է։ Իսկ ես այդ փոփոխություններին պատրաստ չեմ։ Ընտանիքս պատրաստ չի։ Բալայան տանո։ Որպեսի մի բալանը մյուս ինչ սպանի, ստիպված եմ թորանը սոհաբերել։
Յուրա, էս թեյը սարեց, նորը բերեմ։ Ինձ թե պետք չի արի նստի։ Յուրա, ինչ ա եղել։ Տեսքդ ինձ անհանգստացնում է։ Մենք ստիպված պետք է զիջումների գնանք։ Որոշ ժամանակով պետք է մեր թորանը տանք Բեկնազարյաններին։ Էդ ինչ ես ասում, Յուրա, դու հասկանում ես ինչ ես խոսում։ Մենք ոնց կարող ենք մեր թորանը Բեկնազարյաններին տալ։ Տետիկին ջան, ասում եմ ժամանակավոր է դա լինելու։ Ոչ մի դեպքում դու չէիր ասում, որ դու Կարպիչին երեխա չես տա, դու նույնիսկ Բեկնազարյաններին մոտ չէիր թողնում երեխու մոտ։ Այդ ոնց հանկարծ որոշեցիր ու հասկացար, որ պիտի երեխուն նրանց տաս։ Ռենա, քեզ թող չտվա, թե ես ես կալին շատ հեշտորեն եմ գնում։ Չէ, Յուրա, մենք չենք կարող նրանց երեխա տալ, որովհետև եթե տանք մենք նրանք էլ մեզ երեխա չեն վերադարձնի, դու հասկանում ես։ Ես Ջեփկիրին երեխա չեմ տա, ընդմիշտ։ Ես հետ կվերադարձնեմ, որովհետև իրա նման կտաս ծիրակի։ Բա որ հասկանում ես, այդ ոնց որոշեցիր, որ նրանց պիտի երեխա տաս։ Յուրա, նա սպառնացել է, թե որ Էմիլին ու Սպարտակը միանում են դրա համար ինքնագլուխ որոշում ես ընդունել։ Ռենա, ես ես քալին գնում եմ հանունին որդու։ Յուրա, ինչ է կատարվում։ Կարպիչը սպառնացել է, որ կվնասի Սպարտակիս։ Կարպիչը ծանիկը տանոյա ինչա։ Իրա ու Սպարտակի հանդիպումը անխուսափելի հասկանում ես։ Ես վախենում եմ Սպարտակիս կյանքի համար։ Վախենում ես, որ այդ տղան վրեժ կլուծի։ Երկու տարբերակ կա, Ռենա։ Կամ Սպարտակը սկսպանի այդ տղային, կամ այդ տղան Սպարտակին։ Երկու դեպքում էլ մենք որդի կկորցնենք։ Բայց ես չեմ կարող խոստանալ ձեզ, որ կմոռանամ ձեր որդու արածը։ Եվ մի պատահական օր չեմ վարվի իր հետ այնց, ոնց որ ինքն էր վարվել ինձ հետ։ Հա, բայց մեր թորը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Ես Ջեփկիրից պահանջեցի, որ իր սանիկներին մաքրի օֆիսից, հանում էր բոլոր գործերից, բիզնեսից։ Ջեփկիրը դրա դիմաց պահանջեց։ Պահանջեց մեր երեխուն, պարզա։ Դե ես ասա ինչ անեմ, ոնց անեմ, ինչ անեմ, ասա։ Ինչ ասեմ, Յուրա, ինչ ասեմ, եթե նժարի մի կողմում որդուս կյանքն է, մյուս կողմում թորանս։ Այ Աստված։ Ինձ մի բանն է մի փոքր հանգստացնում, որ Ջեփկիրը մեր թորանը գլխի վրա դրած կպայի։ Հա, ու իրա նման կդարձնի։ Չի հասցնի, ես մեր երեխուն կվերադարձնեմ։ Եթե ամբողջ ճշմարտությունն իմանայիր, ինչ էիր Ռենա։ Հարգելիս, ես չգիտեմ, թե պարոն Զավենը ձեզ այդտեղ ինչ է ասել։ Ես կրկնում եմ էլի մեկ անգամ։ Ես ոստիկանություն եկող չեմ, որովհետև ես դրա ժամանակը չունեմ։ Ու հետո, ես արդեն այդ հարցով եղել եմ ոստիկանությունում։ Ես քու հերն եմ անիծել, Վալոտ, ես քուն… Շեֆ ջան, ես անգամ ինչ եմ արել։ Ինչ պատի անեիր էլ, են յաթրջուն անենց ես ոտի կանգնացրել, հել է վազելա կաղմաս։ Ինչի շեֆ գործատվերներ ես։ Да, в общем-то,
Բալայան Յուրիկի ու մեկել են 51 տարեկան Արտուրիկի վրա է գործը, բայց դե մենք էլ ենք ներքաշված։ Ինչ ասե որ շեֆ։ Արա որ իմանայի քեզ ինչի էի կանչում է։ Շեֆ ջան, բանն է որ ես էլ չգիտեմ, հենց նոր քեզանից եմ լսում։ Հիմա լսի ինչ ես անում։ Պատի փոկվես այդ հին ընկերոջդ մոտ ու իմանաս թե դա քաղմասում ինչ երգա երգել ու մտքին ինչ կա։ Շեֆ ջան, բայց առանց ուժ գործադրելու, չէ։ Չէ, դեբիլ ջան, պատի անպայման վիզը օլորես, այն հիվանդ հավերին հիշում ես ոնց են։ Այդենց։ Կարող դու տերթոդիկի դպրոցն ես ավարտել, արա։ Շեֆ ջան, թվով ասա, դες չգիտեմ։ Թվով ես էլ չեմ իմանում։ Էդ էլ մի քանի անգամ են, Ֆիլիպից եմ լսել։ Բայց նա շատ կարդացած էր, չէ, շեֆ ջան։ Դե ինձ չեր հասնի, բայց դե դու դավայ գործով զբաղվի։ Դավայ, Զավենը քեզ է սպասում։ Ձեր ամուսնու հետ կապված մի քանի հարց ունենք, կարող ենք խոսել։ Արա հորես արև ես ինչ հա, եսի բարերով չես կարա նկարագրես, եսի զգացողությունը, ու դու ինձ ուզում էիր ես ուրախությունից ու ես զգացողությունից զրկեիր, հա? Ինչ ես անում։ Վայ, մոռացել էի, որ ընդ մարդ կա, աղբերս լավ ես? Ես չէի պատկերացնում, որ դու սենց կարծիականքես, Որ ինչ? Դու այնքան հակասական մարդ ես, որ չգիտեմ, որ պահին քեզանից ինչ սպասեմ։ Քո էմոցիաներից դեռ շոկի մեջ եմ։ Լավ իմաստով թե ոնց։ Եթե կարողանում ես այդքան բարի ու երեխայի պես պարզ լինել, ինչի միշտ այդպես ինչ ես։ Ես քո հետ միշտ էլ այտենց եմ։ Ոչ միշտ։ Հակառակ դեպքում մեր կյանքը լրիվ ուրիշ ընթացք կստանար։ Կյանքս մեր կյանքը մեր ձեռներում է։ Ու ոնց ուզենք կդասավորենք, ու իմացի երջանիկ ենք լինելու, շատ։ Ուշասպո։ Արա դե ասում ես էլի հորս արև արա, դե արի ու արա լավ է։ Տուն տար ինձ։ Ինչ տուն։ Չկա տուն գնալ։ Սա ամեն ինչը պետք է նշվի։ Ու вообще նորվա ասածները հետ վեկալ, հա։ Ու իմացի։ Մեր կյանքը մեր ձեռներում է։ Ոնց ուզենք ընենց ենք դասավորենք։ Ու հաստատ ընենց ենք դասավորելու, որ երջանիկ լինենք։ Եղավ։ Բարիչեցինք, ներվեցինք, սպոն փոխարինվեց կյանքով, հա։ Դե եթե լռություն է, ուրեմն համաձայն ես, որովհետև լռությունը իմ համար միշտ էլ համաձայնության նշան է եղել, հա։ Տուն տար ինձ։ Ես կծախես լացում։ Եմ կա։ Ինձ լավ չեմ զգում։ Եթե դու չես կարող տանել, ես ինքս կգնամ։ Սխալ բան արեցի։ Եթե արել եմ, ասա կարող է մարդ եմ, չջոգեմ։ Իսկ ով ասեց, որ միշտ դու պիտի սխալ լինես։ Այս անգամ գուցե ես եմ սխալ գործում, գնալով ու երեխայից բաժանելով։ Ես մեծ մեղք եմ գործում քո հանդեպ, սպո։ Լավ ես։ Իա, աղբեր ջան, արդեն երկրորդ անգամ ես գալիս ինձ մոտ օֆիս ու ասեմ քեզ շատ շնորհակալ եմ, որ գալիս ես ուղիղ ինձ մոտ
Ոչ թե ինձ ես կանչում վերև։ Երբ ես սանիկներից ռադանելու։ Յուր ջան, մենք այդ թեմայի շուրջ արդեն բավականին լուրջ խոսել ենք ու փոխհամաձայնության չենք եկել։ Քեզ թորս է հարկավոր։ Ստոպ։ Եթե ինքը մենակ քո թորը լիներ, ինքը ինձ հաստատ պետք չէր։ Ինձ մեր թորն է պետք։ Ու քանի որ դու այդ զիջումներին չես կարող գնալ, ես էլ բնականաբար իմ սանիկներին այստեղից ազատել չեմ կարող։ Դու սանիկներիդ ոչ թե ստեղից, այլ ընդհանրապես մեր բիզնեսից ես ռադանելու։ Ունես կանես որ քո տանո Սպարտակիս աշկին չգնի ընդհանրապես։ Այ ցավը տանեմ Յուր ջան, այդ ամեն ինչը շատ լավ։ Կարող է դու արդեն առանց ինձ հարցնելու իմ պայմաններն ընդունում ես ու ուզում ես թորից ինձ տալ։ Հա։ Բայց ոչ ընդմիշտ։ Ցավը տանեմ Յուր ջան, ախպեր ջան։ Ես քո նման չեմ։ Ես ուրիշ եմ, իմ տան դռները միշտ բաց են եղել քո առաջ ու սրանից հետո էլ միշտ բաց են լինելու, երբ ուզում ես, երբ մտքովդ անցնի, կարող ես գալ, թորանս տեսնելու, դու էլ ընտանիքիդ բոլոր անդամներն էլ։ Երբ ես սանիկներիդ մաքրելու բալայանների տեսադաշտից և հորիզոնից։ Երբ որ թորս կլինի իմ տանը։ Ես ընդհանրապես չեմ հավատում, որ դու ուզում ես քո սանիկներին մաքրես տեղից։ Դու ընդհանրապես ինձ թվում է դու ուզում ես թորանս ստանաս ու էլի քո կեղտոտ խաղը շարունակես։ Չէ, Յուր, չէ։ Իմ սանիկները շատ թանկ են ինձ համար, դու գիտես։ Իրանք իմ կյանքում շատ կարևոր տեղ են գրավում։ Բայց իմ Մաքսը ուրիշ աշխարհ է։ Ուրիշ։ Ու ես այդ դատարկ աշխարհը կարող եմ մենակ իմ Մաքսիս բալիկով լցնել, իմ թորմիկով։ Ուրիշ ոչ մի պայմաններում ես զիջումների չէի գնա։ Բայց ցավոք այս կյանքում ստիպված ես լինում զոհաբերությունների գնալ ինչ-ինչ երազանքների հասնելու համար։ Այդ հարցում ես քո հետ համաձայն եմ։ Այս կյանքում ստիպված ես մեկին զոհաբերես մյուսին ունենալու համար։ Ոնց է արկենքս։ Գնամ տուն պարկեմ լավ կլինեմ։ Անես տպավորությունը ոնց որ մի վարկյան շուտ ուզում ես փախնես ինձնից։ Եթե միայն։ Ինչ։ Հա, մամա ջան։ Սպարտակ, դու տեղյակ ես հայրդ ինչա պատրաստվում անել։ Չէ, մամա ջան, տեղյակ չեմ։ Հեսա գամ տուն կխոսանք, հա, մամա ջան, MK-ի հետ եմ։ Ես ատում եմ քո Էմիլի ընտանիքը բոլոր Բեկնասարյաններին։ Մամա։ Ինչ է եղել, մամա։ Ես այտենց ագրեսիվ։ Սա աշկից լուրջ բան է, հա, գգամ հեսա կխոսանք, մամա։ Կարպիչը հասավ նրան, որ հայրը երեխուն նրանց է տալու։ Ոստերը։ Դու տեղյակ ես, որ Քյորփին Յուրին պատրաստվում է պապանտալ ձեզ։ Այսինքն սպո։ Այսինքն եսը չհասկացա ինչ։ Ոնց։ Բայց մամայի ասելով երեդ հասել է նրան, որ պապան երեխուն տալիս է ձեզ։ Ես նման բան առաջին անգամ եմ լսում։
Արա ես ինչ է կատարվում, հորս սարևորա։ Ես չգիտեմ ինչ է կատարվում, բայց այս ամեն ինչը ի վերուստ է տրված, որ մենք հասկանանք, որ չենք կարող միասին լինել, որովհետև մեզ բաժանող ու խանգարող շատ բան կա։ Բացառվում է ՄԿ։ Մեզ խանգարող ու բաժանող ոչինչ չկա։ Իմ բնավորությունն էր, որը ես փոխում եմ։ Իսկ թե ինչ են որոշել մեր ծնողները, մենք դեռ կիմանանք։ Եղավ։ Այնց որ մի պանիկայի մեջ ենք։ Ընդամենը մի քանի հարց։ Խնդրեմ։ Սայա։ Կարող ես գնալ։ Ես ինձ անսահման մեղավոր եմ զգում։ Իմ մեղքը քարը պատկում է նաև այն, որ ես նույնիսկ մահացած ժամանակ ես հանգիստ չեմ տալիս։ Ես չէի խնդրել ես խրտվիլակին խանգարել քո հանգիստը։ Թեպետ ինչ հանգիստ։ Քանի դեռ ես պատասխան չեմ տվել իմ արածի համար։ Քանի դեռ որդուդ մեր որդուն չեմ ընդունել։ Դու ոնց կարող ես հանգիստ գտնել այստեղ։ Բալես ես քեզ հետո կզանգեմ։ Չէ, պապ, հիմա պետք է ասեմ։ Ինչ որ մարդիկ են եկել ու մամային քո մասին են հարցնում։ Ինչ մարդիկ Ժակլին։ Հələ հեռախոսը տուր մամային։ Պապ, մաման հիմա իրանց հետ է խոսում։ Այդ մարդիկ ոստիկանությունից են։ Ես հիմա իմ սենյակից եմ խոսում։ Դրանց տեսուր են հասել։ Ինչ, պապ։ Լավ, Բալես, ապրես որ զանգեցիր։ Պապ, հիմա հեռախոսը չտամ մամային։ Ինչ անեմ։ Չէ, Ժակլին, ես հետո մամային կզանգեմ։ Արդեն ընկակ հետևիցս, հա։ Ճակատագիրն ինձ հետ դառը խաղացել։ Մեր որդին, իմ մյուս որդու թշնամինը։ Ես կանգնել եմ նրանց երկուսի կյանքը փրկելու խնդրի առաջ։ Մեկ այլ պարագայում ես կընդունեի նրան։ Ու կտայի այն ամենը, ինչ պարտավոր էի տալ։ Բայց չեմ տվել։ Յուրի Սպարտակովիչ, խնդիրներ ունենք։ Ես մի խանգարի։ Ոստիկանությունից սպասում են, որ ես իրանց փաստաթղթեր ներկայացնեմ ու ապացուցեմ, որ այդ դատակ գերեզմանում տատս չի թաղված։ Յուրի Սպարտակովիչ, սենց որ գնաց, ես լուրջ պրոբլեմների առաջ կկանգնեմ։ Ինչ եք պատրաստվում անել։ Ես չեմ պատրաստվում ձեր պատճառով ողջ կյանքս անցկացնեմ բանտում։ Չհասկացանք իմ պատճառով։ Քեզով էր խնդրում Անժելի դին տեղափոխեիր։ Հա? Բալայանի համար բարօրություն ես անում, հա? Ո՞վ է քեզ այդ մասին խնդրել ընդհանրապես։ Յուրի Սպարտակովիչ, եթե ես այդ արած չլինեի ու Արտաշիրիմում արվեր, դուք դրա տակից ոնց էիք դուրս գալու։ Արա քեզ ինչ է ոնց էի տակից դուրս գալու։ Ես եմ սպանել Անժելին։ Ես էլ տակից դուրս կգայի։ Ոնց դուրս կգայի արդեն այդ իմ խնդիրն է։ Ու վերջ կտայես ամեն ինչին։ Այս թյուրիմացությանը, մեղքերով լի այս պատմությանը։ Համարյա թե հասնում ենք, Ջանոլ։ Լսի սիրտս նենց արագ-արագ է խփում, ասես հեսա տեղից դուրս կգա։ Վարդուս չես պատկերացնում, թե ինչ կարող է կատարվել ինձ հետ, երբ որ ես այդ իմ լակոտին տեսնեմ մեր տանը։ Լսի, ես կարող եմ միանգամից մեռնեմ, գիտես։ Ջանոլ, գնում եմ, չէ, բայց չեմ հավատում։ Վարդուս, Միշիկի հետ ես։ Չէ, հա։ Այդ էր պակաս երեխուս վերցնեի տանեի գցեի այդ բալայան գազանի բերանը։ Համել ես որ դուրս եկա միշս տունը չէր։ Էմիլիս էլ չիմացա, որ ես դուրս եմ եկել ու գնում եմ թորանս հետևից։ Ասում ես աղջիկս շատ հարցեր տվեց։
Էն էլ ինչքան։ Ու վատը գիտես որն էր, որ երեխեն ինձ անընդհատ հարցեր էր տալիս, իսկ ես շվարել էի, որովհետև բացարձակ գաղափար չունեի, թե դու ու Յուրին ինչ եք պայմանավորվել։ Ազիզ, հլը լսի, վերջը ոնց արեցիր, որ Յուրին համաձայնեց երեխուն տալ մեզ, հա? Մտեք տղեկ ջան, լավ Վարդուշ, հենց մի նորություն բան ունենաս անպայման զանգի ինձ, տես թե ինչա ու զանգի, դավայ։ Խուզվում եմ, բայց պետք է ինձ կոնկրետ պահեմ, որպեսզի Ռենան իմանա, որ մեր Բեկնազարյաններիս աստեղային ժամն է հասել։ Տղերք ջան, իրեքիդ էլ կանչել եմ, որովհետև իրեքիդ հետ էլ շատ լուրջ գործ ունեմ։ Ես որ ստեղ եմ հաստատ լուրջ է։ Քավոր ջան, նորմալ է Վիտուսի ես խոսալու ձևը, որովհետև դե տենում ես, մեզ տնորեն ես նշանակել, իսկ Վիտուսը այն վաղտվա նման հələ եկա վաղտա պայեստեր բա։ Ուզում եք էլ տնորեն լինի։ Հա, Քավոր ջան։ Քո համար տնորեն նշանակելը ռազդվա է։ Կարող է մի գծով էլ մեր վիճակին տնորեն նշանակել։ Քավոր դու իրենց մի լսի։ Ես իմ գործը շատ սիրում եմ ու հաճույքով էլ գնում եմ գործի։ Ինձ տնորեն տես ձևականություններ պետք չեն։ Պետք է։ Հեչ որ չէ, Քավոր ջան, բալայաններին պայթացնելու համար այսենց ընտիրը։ Բանն է նա, որ… Պրոբլեմ կա, Քավոր։ Դա չէ, բանն է նա, որ ես հենց այդ տնորենների հաշվով եմ ձեզ կանչել։ Խնդիր կա, Քավոր։ Ես լավ եմ։ Այսօրվանից կպնում եմ իմ գործին։ Ես էլ նույնն եմ ասում, Քավոր։ Ես էլ եմ կպնում գործին։ Ճիշտ է, ես ինձ առանձնապես հիվանդանոց չեն եղան, բայց որ տանոն հիվանդանոցներ գիտես, որ ինքը ընդեղ է լինում, ոնց որ սաղը սնդեղ ենք։ Հենց որ ես էլ այսօրվանից կպնում եմ գործին։ Արա չեք թողնում ասեմ էլի մինչև վերջ։ Բանն է նա, որ դուք ստեղ էլ տնորեն չեք։ Իսկ ինչ ենք, Քավոր։ Ուրիշ ինչ պաշտոն պետք է զբաղեցնենք։ Դե դուք ստեղ էլ անելիք չունեք։ Բարև Ռենա։ Բարև։ Քանի որ դու մեր վերջին հանդիպումների ժամանակ քեզ շատ սառը պահեցիր, մի դեպքում ընդհանրապես չբարևեցիր, մյուս դեպքում էլ չտեսնելու տվեցիր, ես ինձ քո հետ խիստ պաշտոնական կպահեմ։ Վարդուհի ջան, եթե այդպես է, կարող ես ասել մեր տանը ինչ ես անում։ Եկել եմ, որ թորանից տանեմ։ Մենակ չասես, որ տեղյակ չես, որ երեխեն այսուհետ մեր տանն է ապրելու։